Ես ծնունդով Արմավիրցի եմ, Արմավիր քաղաքից եմ, բայց ես ու իմ ընկերները եւ քույրերս սիրում ենք ասել Հոկտեմբուրգից ենք, գալիս էինք անընդհատ Երևան, Նաջեդա Սարգսյանի Դորեմիի հաղթողների թիմում էի, հետո էլ արդեն անգլերենի ջազի սերը ինձ դրթեց, որ նաեւ անգլիական թեկումով դպրոց ընդունվեմ, 114-ներ դա ու 13.5 տարեկանից ես ու մեծ քույրս տեղափոխվեցինք արդեն մշտական ձևով Երևան, 15 դարձա եւ առանց ավարտելու մեր վիզան ստացվեց եւ մեկնեցինք Միացյալ Նահանգներ։ Ես մոտ մի 4 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, COVID-ը միջև տեղի ունեցավ, ես Թումոյում եկա երգ գրելու եւ ձայնագրելու դաս տալ եւ դրանից հետո ինձ համար շատ հասկանալի դարձավ այն փաստը, որ ես գոնե ամեն տարի մի քանի ամսով պիտի գամ Հայաստան, որտեղ 17 տարուց ավել Նյու Յորքում դաս էի տալիս, բայց իմ արածի շառավիղը արդյունքը այդքան էֆեկտ չէր ունենում, ինչքան էստեղ։ Հասկացա, որ պետքա գամ մեր մայրենի երեխաների համար որևէ օգուտ տամ, որևէ սովորածս իրենց սովորացնեմ։ Ես ընդամենը մի տարով կամ մի քանի ամսով էի ուզում գայ, բայց քանի որ ստացվեց, որ ամբողջ իմ տվյալները, ուսումը եւ փորձությունները շատ համապատասխանեցին Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի այս գործունեությանը, որոշեցի, որ ամեն ինչ թողնելու եմ իմ նվագախումբն էլ, որը սեպտետ է, շատ հիասքանչ երաժիշտներով կազմված սեպտետ, ամեն ինչը որոշեցի թողնելու եմ եւ գամ։ Քանի որ առաջարկը այսպիսին էր, բոլորովին չսպասված իմ կողմից, անակնկալ էր, բայց համապատասխան, շատ ճիշտ ժամանակ եւ ճիշտ դերը կատարելու համար էր։ Գործս Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ ծավալուն գործ է։ Երաժշտության հանդեպ իմ սերը եւ կապը երաժշտության հնչյունաբանության ընդհանրապես իրոք չեմ հիշում, որ տարիքին ա եղել։ Ես ինքս ինձ ինչքան հիշում եմ, հիշողություն որևէ երբ ունեմ, արդեն ինձ համար պարզ էր, որ ես երաժշտության ուղով եմ ճանապարհորդվելու։ Միշտ երգել եմ, 6 տարեկանում սկսեցի դաշնամուր նվագել, միշտ ինչ-որ փոքրիկ մոտիվներ էի հորինում, որ քայլում էինք անտառում, Դիլիջանում կամ փողոցում, որ քայլում էի, տենց միշտ մոտիվներ եմ հորինել, այսինքն երևի կոմպոզիտորի արյունը կամ ցանկությունը իմ մեջ ենթագիտակցաբար փոքր ժամանակվանից էլ եղել է։ Իրականում ես շատ տարբեր տեղեր եմ ելույթ ունեցել, Ֆրանսիայում, Կոլումբիայում, որպես Միացյալ Նահանգների երաժշտական ամբասադոր հենց պետության կողմից եմ ուղարկվել Պակետո դե Ռևրայի հետ։ Եվ հիմա գլուխ չգովամ, բայց իրոք ռեզումեն շատ մեծ է եւ երկար է եւ լավն է, բայց իրականում այդ զգացողությունը, պատկանելիության զգացողությունը ես երկար տարիներ է ինչ կորցրել էի։ Թե Նյու Յորքում եւ թե բոլոր հյուրախաղերի եւ թե բոլոր համագործակցությունների ժամանակ, որ տարբեր երկրներում եմ եղել, այդ զգացողությունը ես չունեի։ Մինչև Հայաստան տեղափոխվել եմ, այնպես որ ինձ շատ լավ եմ զգում, մենակ զգացմունքային եւ հոգեբանական առումով չէ, մազերս էլ, օրգանիզմս էլ, մաշկս էլ, ես ինձ տեղ շատ լավ եմ զգում ու այտենց էլ պետքա լիներ։ Որ մարդու ոչ աշխատած գումարի քանակը, ոչ էլ տեղը ապրելու որպես շլացուցիչ քաղաք կամ ինչ որ արվեստի կենտրոն եւ այլն, սրանք կարևոր չեն։ Իմ նման մտածելակերպի մարդու համար։ Այսինքն, եթե հոգեբանորեն ես լավ եմ զգում մեր մանկության տան ծառի տակ նստելով եւ գիրք կարդալով եւ երաժշտություն ստեղծագործելով իմ հին դաշնամուրի վրա, որ իմ մանկության դաշնամուր է եւ հենց թեկուզ ոչ էլ լարած է եւ այլն, կարևորը նա է, որ մարդը իրան լավ զգա։ Հիմա ես որպես հայ, որ հատկապես ստեղ եմ ծնվել մեծացել, ամեն առումով ինձ ստեղ լավ եմ զգում։ Իմ երաժշտությունը միշտ այդ հայկական էլեմենտը ունեցել է, բայց Ամերիկայում դա, Նյու Յորքում դա ոնց որ տուն չունեցող հոմլեսի, հոգեբանորեն հոմլես տուն չունեցողի զգացողություն կա։ Իսկ երբ որ այստեղ ես, անգամ եթե իրոք
կտուրդ էլ ծակոտկեններ ունի, պատկանելության զգացումը կա եւ այստեղ արդեն իմ երաժշտությունը ոչ թե կարոտով է գրվում, այլ պատկանելու զգացումով է գրվում։ Երբ որ հայը աշխատում, ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում, իր սարքած երաժշտության մեջ, իր սարքած շենքի մեջ, իր այստեղ աշխարհ բերած երեխաների հոգեբանության աշխարհայացի մեջ, ամեն ինչը մեր վիբրացիոն, հայի վիբրացիոն սիստեմն է ընդունում։